Ուրեմն համասկայանի Հովհաննես Թումանյան մասնաճյուղը գազմագերված է Քրաքեդ Ռաֆիի 190 ամյակը այսօր պիտի նշենք, ինչպես գիտենք Ռաֆին մեր վիբասանն է առաջին professional մասնակիտական Քրաքեդ որպես հանդես եկած Երևան եկած եւ իր կորձերը ներկայացուցած է ժողովրդին վիբասան Ռաֆին եւ իր պատկամներով իր խորհուրդներով հայազատագրական պայքարի ցևով մարգարե հեղինակը եղած է ավանդությունները բահել հեղինակներուն կյանքը սերդել իրենց կորձը իրենց աշխատանքները ներկայացնել ժողովրդին համասկայանի առաքելության ամենեն հիմնական մեկ բաժինն է եւ այսօր Հովհաննես Թումանյան մասնաճյուղը այդ առաքելության բզդիկ դուրքի բաժինն է որ գվճարե ժողովրդին կներկայացնե Ռաֆին իր քրագանության ընդմեջն բարի վայելուն կմաղթենք բոլորիդ եւ գուսանք որ այս շարքը շարունակվի որպեսզի ծանոթացնենք մեր քրաքետները մեր քաուտին շնորհակալ Բարի երեկո սիրելի ներկաներ, համասկայանի Հովհաննես Թումանյան մասնաճյուղի անունով բարի տալուստ կմաղթենք ձեր բոլորին։ Այսօր բադե հարիթ ունենք հայ ժողովրդի վիբասան, մարգարե վիբասան Ռաֆիի 190 ամյակը միասին նշելու։ Ռաֆին այն քրաքետն է, որ առաջին professional քրողը եղած է մեր քրագանության մեջ եւ իր կորձերը ամբողջությամբ Թաստի արագած են ամենեն բզդիկ տարիք են, այսինքն ամեն ընթերցող Ռաֆի գարտացած է, եթե ընթերցող է Ռաֆի գարտացած է, Ռաֆի հադորները, խենթը, գայձերը, ջարալետին ամբողջությամբ աչքի անցուցած է։ Թումանյան մասնաճյուղի հիմնական միտքը այն է, որ ավանդությունները, քրաքետները, հեղինակները, քրական աշխատանքները ծանոթացնել քաղաքին եւ այս առիթով Ասկերաչար ինչպես հրած ենք տարբեր ցերնակներ, այսօր եւս այս ցերնակը նվիրած ենք Ռաֆիի ծննդյան 190 ամյակին։ Եվ որ 190 ամյակ կլսես ծննդյան շատ հերու ու կա մտքիդ մեջ այդ թիվը, բայց իր այժմեականությունը այսօր պիտի լսենք ինչքան կարևոր է։ Պիտի հանձնեմ Պ. Մանուկ Սերադարյանին օրվան հանդիսավարը, որ ներկայացնե իր հյուրերը եւ սկսի մեր ցերնակը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցես բոլորիդ, բարի երեկո։ Շատ հետաքրքրական ցերնակ է այս երեկոն, որովհետև մենք կարծեմ բոլոր գիտեք հավանաբար ինձի օրմա հերադեսինի վրա դեսած է։ Հիմա ես այսօր պիտի չուզեի, որ ընծանրապես նույն այդ մոդեցումով ընծանանք, այն իմաստով, որ թիվին բաց է, դուք կթիրեք, ես կխոսիմ, հոստերը խոսի, դուք կթիրեք, այսօր մենք կնախնդրենք, որ բոլորս խոսենք, որովհետև ինչպես որ Տամարը ասավ, Ռաֆին ան որ ընթերցող է, ան որ ընթերցած է, անպայման Ռաֆի գարտացած է, առնվազն
մեկ գործ առնվազն կոնե գենսակցությունը կամ ռաֆին մասին մանրամասնություններ։ Եվ այսօր մենք դերևս նաև անդրադառնանք թե որքան որ 190 դարվա մասին է խոսքը, բայց վերջին 190 օրերու հետ գավը։ Գարձեք ռաֆին համարը մարգարե բարը կործածեց, գարձեք մարգարեություն, անսկալապար մարգարեություն կականացեր։ Եվ այսօր մենք այնպիսի միջոցառում դինանանք, որ ոչ թե հյուրենք, ոչ թե թուք թիդոնեք, մենք ինչ-որ ելույթ ունեցոնենք, դուք բոլորը պիտի մասնակցեք, եւ վստահ եմ, որ պիտի մասնակցեք, որովհետեւ ըսելիք մունի, ցեզ մի յուրաքանչյուրը ըսելիք մունի, ցեզ մի յուրաքանչյուրը հիշադակ մունի, ցեզ մի յուրաքանչյուրը նաեւ հարց մունի։ Այնպես որ այսօր ավելի շատ իրար հետ զրույց պիտի ունենանք, քան թե ինչպես որ ասեի, որ հերադեսի լփած դուք գտեք լավ է, քեշեր եւ այլն եւ այլն։ Այսօրվա մեր զեկուցապերները ոչ թե հյուրերը։ Ուրեմն հավանաբար գճանշնակ երկու կինալ, Ժակլին Ավակյանը բանասեր և հայոց լեզվի և գրականության մասնակետ ուսուցիչ, հավանաբար ոմանք նաև գճանշնան զինք որպես Սարդարաբադ մեր գրական կենտրոնի վարիչ, իսկ բարոն Էդվարդ Բողոսյանը գրասեր, գրականասեր և ինքնուս ես պիտի ասեի, ավելցնեի, որովհետև ինքը երկար ժամանակ դարիներու ընթացքին անցանկացած, բրբդած, դեսած, նգարած, արձանագրած եւ ահա ասեք այսօր գտեցնեք ոսկան նաեւ երկու քարտեզներ, որոնք ոչ թե միայն դպված կամ քապի քարտեզներ են, այլ այդտեղ իր նշանակումները կան։ Չեմ դեռ եթե արիք ունեցաք նայելու, եթե ոչ քիչ ավելի ուշ։ Հետևաբար պիտի խնդրեի, որ ինչպես որ ասի, այսօր քիչ մը լսենք, քիչ մը մասնակցենք, քիչ մը մեջ գրենք եւ այսպես իրարու հետ հետաքրքրական երևում անցնենք։ Իհարկե թեման եւ թեմային հերոսը Ռաֆին մեզ համար միշտ կդառնան եւ կմնան աղբյուր։ Եվ ուղղակի ուզեմ սկսենք եւ ենթադրենք պարոն Պողոսյան, Էդվարդ Պողոսյան ավելի շատ իրի անդրադառնա Ռաֆի մանկության մասին, կյանքի մասին, գործունեության ընթացքներու մասին, բրբդումներու մասին, ճիշտ եմ, երբեմնի դժվարություններուն, դժբախտություններուն մասին, որովհետև մոդեն այդ բոլոր ուսումնասիրած իրենց փաստարկներով։ Իսկ ավելի ուշ, բայց դա չի նշանակել, որ մենք պետք է սպասենք, մինչև որ մեկը վերջացնի կարող ենք զրույցը ուղղակի զարգացնի ժամանակի ընթացքին, իսկ ավելի ուշ Ժակլինը կմիանա իր ներդրումով, որ ավելի շատ քրական, քաղաքական մոդելում է։ Սկսենք խնդրեմ, ազատ զգացեք, դուք ազատ զգացեք ձեր մեջբերումը եւ ձեր նպաստը բերեք։ Առաջ մենք իմանանք, որ Ռաֆին որտեղ ացանջ է, ուրեմն խնդրեմ եւ բացատրենք, որ մասում է, պաշտես պատականի քարտեզն է, ուրեմն Ռաֆի ծննդյան վայրը ստեղ է, Թադեի վանք, Ստեփանոս եւ ընդհանուր այս երբ որ մենք գալիս ենք Սալմասի շրջանը, Սալմասի գավառը, որ այս մասն է, ուրեմն մենք այս մասից երբ որ գալիս ենք, մինչև Խոյ որ հասնում ենք, կարող ենք ասենք, որ կանանջություն այն ձևի, որ պետքա չկա, բայց երբ որ Խոյից անցնում ենք դեպի Սալմասի շրջանը, նոր բոլոր ինչ որ տեսնում ենք կանանջությունը, այսինքն այնքան ստեղ առատ եւ մի հատ ստեղ գետ ունի, որ այդ հայկական գյուղերը բոլորը այդ գետի կողքերքն են, այսինքն գետը որտեղ պատտեր է, այնտեղ մի հատ հայկական գյուղ է, Հավտվանը, Մալհանը եւ ուրիշ գյուղ, Պայաջում եւ այլն։ Այս շրջանի ժողովուրդը կես հայեր են, կես իհարկե հետոները, որ մենք գնացել ենք, ասորիներ կային եւ քյուրդերին արած։ Հիմա մենք մի հատ իմանանք ինչքան բնակչություն է տեղ ունեցել։ Դրա համար ստեղում ես ապրտոկականի հայությունը այս տվյալով, որ մի հատ առաջնորդ առաջարկում է, որ այդքան գրություններ անեն եւ տեսնեն, ընդհանուր ժողովուրդը ծուխը այդ ժամանակ ուրեմն որ թվի նայելուն 1856 թվին։ 56 թվին մոտիկ 2500 ծուխ տուն այդտեղ հաշվարկում են եւ կարծում են, որ այդքան ժողովուրդ ունի։
իրա Բարոն Էդվարդ 2500 զուգ դուն նշեցիք, ճիշտ լսեցիք, այսինքն հավանաբար եթե յուրաքանչյուր ընտանիք նկատի առնենք, որ կամ յուրաքանչյուր դուն 3-ին 5 հոգի է, 10,000-ի մասին է խոսքը։ 15,000 ժողովուրդ է։ Այսինքն այս թվականում մոտավորապես 15,000 բնակչություն, հայ բնակչություն անցել, չէ որ մենակ Սալմասի շրջանը, լրիվ ատրպատական, որ ելնում է 129 գյուղ Երևակայում, այդ ժամանակ այդքան բնակչություն է։ Մի հատ ուրիշ տվյալներ ունենք, որ Անդրես անունով մի հատ վարդապետ իր 28 քահանաներին ապստորում է, որ 4 շրջանները, Սալմասի շրջանը, ուրեմն Խոր, Սալմասը և Թավրիզը և այդ 4 շրջանների բնակչությունը դրի տալիս եմ, որ քանի ատուն կա, քանի հոգի է։ Այս տվյալներով 10,654 հոգի մարդ է։ Ուրեմն, ես տեղից եկել եմ ամեն մի յուղերի բնակչությունը ինչքան է, տոկոսներ եմ վերցրել։ Այս ցույց է տալի, որ Փայաջուկը 8% բնակչությունը այդ 4 մասից Փայաջուկում է ապրել։ Այսինքն, դա կհամեմատենք, որ Թավրիզի այդ որ մեծ քաղաք է, Թավրիզում 10%-ն է։ Ինչ եմ ուզում ասել, Երևակայի, որ Փայաջուկի ժողովուրդը ավելի, որտեղ Փայաջուկի մոտ անմիջապես Հավտվանն է և հետո Մալհան, այդ 3 գյուղը մենակ 30% բնակչությունը 3 գյուղումն է։ Ուզում եմ ներկայացնենք, որ իմանանք, որ բնակչությունը ավելի շատ այլ է, քան թե Թավրիզ։ Նրանք դեպտերի մեկում նշանակվել է, որ 1896 թվականին Փայաջուկում Շիլերի թատրոնը ավազակները տեղի ներկայացրել։ Ուզում եք իմանանք, որ ինչքան բարձր մակարդակի մարդիկ են եղել։ 1896 թվականին։ Բարոն Էդվարդ, ըստ գիտելիքներու դուք վստահ ավելի ճիշտ գիտեք, այդ ժամանակներում մոտավորապես 160 տարի առաջ, գիտեք, այդ ժամանակներում ավելի շատ աղջիկները, գիները դպրոց չէին գնալ և ազատ դուրս չէին գնալ ելել և այլն և լսած ենք և վստահաբար դուք տեսած եք, քանի որ այդպիսի ճամփորդություններ ու ուղևորություններ ունեցած եք, Ռաֆին ըստ պատմության նաև որ նվաստած է այդտեղ աղջիկներում դպրոց հաստատելու, ճիշտ է։ Այո։ Ուրեմն Ռաֆին 3 տարով պայման ունենում, որ գա Թավրիզում դասավանդի։ Եվ հենց առաջին տարին, որ գալիս է առաջարկ է տալի, որովհետև ինքը նախքան է Թիֆլիս այնում և Թիֆլիսում ժողովուրդը աղջիկ ու տղա դպրոց չի ներկում, բայց Թավրիզում դեռ հələ արգելերին չի թողնում, որ աղջիկը դպրոց է տա։ Մի հատ հետաքրքիր մի հատ Սկուհի անունով մի հատ աղջիկ իր այդ ժամանակվա տվյալներ ունի, որ ես կարդացել եմ, շատ հետաքրքիր է, որ մոտիկից Ռաֆին տեսել է, Ռաֆին եկել է իրանց տուն և այլն բոլորը կա։ Ուրեմն Ռաֆին մի հատ իր բաներում առաջարկում է, որ ստեղ մի հատ դպրոց բացենք, որ աղջիկ ու տղա, աղջիկներն են կարողանան դաս սովորել։ Բայց այդտեղ հակառակում են, որովհետև Ռաֆին այդ ժամանակ որ եկել էր, անմիջապես Թավրիզում լսարան էր սարքել, գրատարանում, ժողովրդին հրավիրում էր, որ գային այդտեղ գրքեր կարդային և այլն։ Այդ բանով կիրակի օրերը եկեղեցի այդ հաթով չկար։ Մի հատ քահանա կար այդտեղ, որ այդ քահանան այդ բանից դրդված էր, որ Ռաֆիի հակառակներ, որովհետև ասում էր, երբ որ Ռաֆին եկել այդ ծրագիրները դրերը, այդ մարդիկ իմ մոտ չեն գալ, եկեղեցի չեն գալ։ Դրա համար և ինքն այդ կողմնակի ուրիշ հակառակներ ունեն և վստահ դուք երևակայիք, որ հենց այդ 160 տարի առաջ մարդիկ ինձ էին մտածում, աղջիկը պետք չի եթան, որտեղ հետո մենք այդ Սկուհիի հուշերի մեջ կարդում ենք, որ երբ որ իրանք դպրոց են եթում, երբ որ եթում են 6-րդ դասարան, իրանք դասարանը լրիվ դադարկվում։ Եվ պատճառը այն էր, որ մարդիկ ասում են պետք չի, 6-րդից հետո աղջիկը պետք չի, որ եթա դպրոց։ Այսինքն մտածելակերպը տենց է, որ բավական է, եթե տարերը ճանաչում է հետ։ Եվ
այդ պատճառով Ռաֆիին շատ նեղություններ են տալի, այսինքն մի դրություն է ստեղծվում, որ ինքը իր չավարտված իր 3 տարին ճարահայտված Թավրիզը թողնի, որովհետև իրան բաներ են փաստեր են բերում կառավարության դեմ այդում են ներկայաց բողոքներ են տալի, որ այսիկը մեր գրությունները գրել, որ իսլամին հակառակ է, հարամ մի հատ պատմություն է գրել, որ այդտեղում բացահայտում է իսլամի պատմությունները եւ այլն, եւ այսիկս էս մեր անձնավորությունը, որ վտանգավոր է կառավարության։ Մեր դրությունն է ստեղծվում, որ պարտավորված Ռաֆին 2 տարվա մեջ թողնում է եւ հեռանում է։ Իհարկե, այս շատ քիչերը գիտեն, որովհետեւ գրությունների մեջ այդպես են ասում, որ Ռաֆին, որովհետեւ աղջիկի դպրոցի վերաբերյալ Թավրիզը թողավ գիշերով հեռացավ։ Ուրիշ տպավորություն է տոնում աղջիկի դպրոց ու Ռաֆին հեռանալն ու դες գիշերով։ Բայց իրականությունը այդ այլու, որ Ռաֆին իսկապես այդ վերաբերյալ պայքարեր է, որտեղ մի հատ են նորից այդպես մի պատմություն ուրիշ տեղ Ռաֆիի համար էր։ Ձեր հարցը ասես կարող ասեմ։ Հետաքրքրական է նաև այն, որ 160 տարի հետո դակավին աշխարհի վրա դեղեր կան եւ աշխարհը ամբողջ կտեսնի քիդե որ աղջիկները պետք չունին դպրոցի երթալու, թեպուս այդենարանն է չճանչնան, իրավունք չունին դպրոցի երթալու, զարմանալի է։ Մարդոց մոտ երբեմնի մտածումներ, երբեմնի վարմունքի այդ գիծերը որ կան, մեզի համար դերևս անդանելի գծերին, բայց իրենց համար դակավին շատ նորմալ է, շատ հետաքրքրական է, որ շատ բնական է այդ մեկը։ Իսկ Ռաֆիի մանկության մասին, եթե Գիտեք, մենք բոլորս Ռաֆի ուսումնասիրած ենք, որպես դպրոցական։ Կարդացած ենք ծնած է 1835-ին Սալմաստ գավառը եւ այլն եւ այլն։ Բայց բաներ կան, որ այդ գաղաբարի մեջ ընդհանրապես մեզի չի հասներ։ Սովորական դպրոցականին, սովորական գարտացիորին չի հասներ։ Բայց դուք որ բդումներ կատարած եք, հավանաբար քիչ հետո նաեւ ժակները որոշ գաբեր կրնա ստեղծել իր ներկայացնելի բաժնին եւ աս բոլորի մեջ մանկության մեջ, բադանեկության մեջ, կամ թեկուզ ինչ չի, առաջացած դարիքի մեջ գենտատրեմ, որ պետք է ելան այդպիսի թրվակներ, այդպիսի երևույթներ, որոնց մասին մենք դերևս տեղյակ չենք։ Ուրեմն շատ մանուկ ժամանակ ինքը շատ սիրացել, այսինքն հանգիստ երեխա չի ելել, չար այլ է։ Եվ ինքը փոքր ժամանակ այդպես գրվել հուշերում, որ մինչև անգամ նա փայտ էր վերցնում եւ ձի էր սարքում, հետիկը հեսնում էր, երկրի բակում պտտում էր եւ այլն ձայնում իր քույրերին նեղացնում էր, որովհետեւ ինքը ավակ նայել է Իրանից հետո 9 հատ քույր ունեցել եւ 3 հատ եսպայր։ Ահավասիկ նորություն, չէ՞։ Ով գիտեր ասի։ Ես աջեք եմ, դուք գիտեք։ 9 քույր։ Այսինքն մեկ խոսքով 10 հատ մամա ունի։ 10 հատ մամա ունի։ Ինքը իհարկե ավակ նայել է, որտեղ իր հույշերը, որ իր մեծ մամի հետ ունեցել է, եւ հիմա քայլ դիտանք առաջ, որ չխառնի։ Ուրեմն էդիկը տարիքը երբ որ մեծանում է, այդ փայտը ելնում է անասունները, օրինակ հորթերը հեսնում է։ Մինչև անգամ ինքը Ռաֆին գրում է, որ շունի ակաժները, բռները եւ շունին հեծները։ Էդիկը փոքր հասակումն է, որտեղ երբ որ մեծացել է, այդ ամենը լերեն ձի, լավ ձի քշող է Ռաֆին։ Ուրեմն իր հուշերում սենց կա, երբ որ այդպես էլ պատմում իր ընկերները Ավտանդիլյանը, ավակ Ավտանդիլյան իր ընկերն այլում, որ մինչև կյանքի վերջն էլ իր մտերի մնում, բարեկամը մնում։ Ասում է, որ Ռաֆին սպասում է երեկոյան, երբ որ բանից անասունները վերադառնում են դեպի գյուղ, առաջի ձին որ հասնում է գյուղ, մելիքի տղա էր, ոչ ոք իր առաջը չէր բռնում։ Թռնում էր եւ առանց թամբի, առանց սանձի, որևէ մի բանի այդ ձիերը հեծնում էր։ Եվ անգամներ ընկերա վիրավորվելա, որտեղ իր մայրը միշտ այդ մտահոգությունը ունեցել է, որ այսինքն սաղ չի մնա այս վիճակը որ ունի, այդպես մե անznավորություն այլ էր։ Հուշերում կա, հա, այնքան նեղացրել իր քույրերին, որ իր հայրը իրանք ջաղացներ են ունեցել։ Իր հայրը իր հետ վերցրել է, որ տանի, որ մի քիչ
տունը աղջկեր կհանգստանան եւ այլն, այդ ժամանակ էլ ճանապարհին օրինակ իր հուշերի մեջ կա որ թե մի հատ ընկերներից ասում, երբ որ հասում էր բանի ալուրի ջաղացների մոտ, այդտեղ կորտեր կային։ Եվ էդի կանանթատ այդ քարով այդ կորտերին խփեր ու եւ այլն ու այդպես մեկ երեխայի այդ շատ շարաճիճի անznավորություն է։ Աբակային հեղափոխական։ Այո, գործ սպանելով սկսվել է։ Հետո այդ բաներ կարող ենք ասենք երբ որ մայրը մտե օրը երբ որ իր մայրը անկողինի կցերա որ քնի աստղերի տակ այդ երևակայի այդ բնությունը ինչքան գեղեցիկ ու կանանչ ու բանալի մենք ընդեղ որտեղ մենք տարի 10 օրով այդում դեպի ատրպատական մե 4-5 օրը տևում էր այդ նախավկան ու թադեի վանքն ու թավրիզը հետո 5 օրն էլ սալմասն ենք անցացնում մալքասի ապումներով եւ այլ բաներ այդ իրաճամփով մեր փապագեներ որ այդանք դերիկ վերջինը չկարողացինք այդում չթողամ այդանք դերիկ դերիկը ստեղ է մնաց սուստան որ հետաքրքիր այս մասում դու պատմության մեջ անպայման դերիկի վերաբերյալ լսած կերպ դերիկը ստեղ այս հապտվանը նա դուրելն է դերիկը սարի վրա մի հատ բան Ինչի մոդ է ապերի։ Ամեն Ինչի մոդ է։ Այս սահմանն է Տաշկաստանի սահմանն է դերիկը ստեղ դերիկից հետո անցնելը շատ հեշտ է սահման անցնելը որովհետև այս բարձ սարի վրա է դերիկը դրա համար չի թողնում որովհետև այն ժամանակ մանավանդ Ղարաբաղի պատմությունը որ ելեր է այդտեղ այդալու համար պետք է թույլատրություն ունենի եւ գնացինք մեզի ասան որ պետք է շեղում եք կներեք ոչինչ մեզի ասան որ պետք է անպայման ձեր ներկայացուցիչը տեղում ձեր հետ էլի մենք քեզ մենակ չենք թողնի հա մենք էլ պայմանավորված մի հատ մորալ փողլի մորալ պատասխանատուն էր շրջանը այսինքն ոստիկանությունը ոնց ռային ճանաչում բայց տանել մեկ այլ պայմանավորով որ առավոտ եկան դերի բայց առավոտյան եկան տեսանք որ այդ մուտքը հրաժարվա ասակինը անհանգիստ այլ եւ այլն բայց իհանում ենք որ գիշերով ոստիկանությունը եկել է իրան ասել չտանես ունեցել չի այս մասից մի հատ հետաքրքիր մի բան ասեմ այդ խոյին ես հանդարտացան խոյ քաղաքը մեր հին դեր քաղաքն է խոյի եկեղեցի սույները 8 մետր Ատրպատականի դերի եկեղեցիները 6 ու 4 մետր է սույների տարածությունը միակ խոյի եկեղեցին 8 մետր է այսինքն իմացեք որ մի տեղեկություն է այդ որ հատուկ տեղեկություն Հավանաբար այս ժամանակ որ պատմես դու կային տարեկան է որտե Այս որ հիմա դեպքը պատմեցիք Հա էդի դե հիմա 10 տարեկանի մի ժամանակ երևի 50 տարեկան որտեղ կանգնանք ուրեմն որտեղ հասնենք դուք եթե հարց ունեք Խնդրեմ այս ոչ թե հարց իրար մենք զրուցում ենք գիտեք վերջո լսեցինք քիչ մամանգության մասին, պիտի լսենք նաև քրագանության, բովանդակության, իմաստին եւ արժեքին մասին եւ գաբենքությունը շատ կա, իր սիրահարվելը, ադոր համար հարցուցի, որ այդ բոլորը ներկայացնեք, բայց նաև գարժե անցնել քիչ ավելի առաջ Իրան երբ որ մոտավորապես 10 կամ 12 տարեկան, որովհետեւ իրականությունը այնա ճիշտ է մենք Հովերյանին 190 ենք ասում բայց 3 թվական է գրված Ռաֆի ծնունդի համար։ Մի հատը 32-ը, մի հատն էլ 37-ը, որ իրակին տղերքը 37 են գրել։ Հիմա համենայն դեպս, վերաբերյալ չի, մենք հենց 35 ընդունենք, տրաբանով խոսենք։ Տվապանական ալ ճիշտ կլա, ճիշտ մոտավորապես մեջտեղ արդար կլա։ Ուրեմն ինքը մոտավորապես 10 կամ 12 տարեկան այլում, որ իրան արդեն տանում են իրան գյուղի դպրոցը, որ մի հատ քահանա է այլում տեղ, որ այդ քահանան դե գյուղական մի հատ քահանա ինչ կերի, գիտություն չունի եւ այլն, ամենը քաչի զորություն եւ այլն այդ բանով Ռաֆին սենց հա պատմում, իհարկե հիմա մենք ասենք Ռաֆի դեռ չենք ասել, Հակոբ ասենք։ Հակոբը այդպես ասում, որ
մենք երբ որ եկանք առաջի բանը որ արան, մեզ մի հատ տետր տվան, որ իրեն մի հատ մեծ խաչ էր, խաչ կար, եւ գրված էր որ խաչի զորությունը եւ այլն տես մի բան։ Եվ մեզի պարտադրում էր որ մենք ինչ որ ուզում ենք սովորենք, պետք է էդիկ ասենք որ խաչի զորությունով եք սովորեմ այդ տետրի մեջ գրենք, այսինքն այդքան շեշտվում է։ Հիմա դպրոցի ինչ այլ է, դպրոցը sense է երևակայում որ այդ քահանայի մի հատ ավելորդ իր սենյակներից մեկը տվելին որ այդ աշակերտները նստեն։ Որպես դասարան։ Որպես դասարան։ Իմիջիալոց այդտեղ 3 հատ նորացին հորթերն էլ իրանց հետ աշակերտների հետ նստած են էլ, այսինքն sense է գրված։ Որ էդիկ իրան էլ դուր է եկել, որ այդտեղ ասում է ձմեռները որ մենք ցուրտ է լինում, այդ հորթերի գոլոշին եւ այլն, արտաշնչումը մեզ համար դուր էր գալի, մի հատ տակածում էր մեզ։ Այդ դες դրություն է, այդտեղում աթոր բան չի ելը։ Այդ ժամանակվա air conditioning։ Ֆալախկան անունով մի բան է գրել, Ֆալախան Պարսկաստանում ասում են, այդ բանը որ պետք է իրականացնել։ Թոդիկյան շրջանը, Եվ ջիպոտի վերաբերյալ է գրել, որովհետև մի հատ բանաստեղծություն ունի Ուրենիի ծառի համար, որ դրա համար հետաքրքիր մի բան է գրել, որ ոնց դու սենց աճում ես եւ քո ճյուղերը մեզ ինչքան են հալածել, այդ ցավը որ հալածել այդ ճյուղերից հետաքրքիր բաներ։ Դակավին մենք կրնանք խոսել իր ավելի հարաճած դարիքին մասին, եթե ես չեմ սխալի Ռաֆիի կյանքի վերջին տարիները եղած են բավականին դժվար, հավանաբար այդ մասին դուք նաև ասելիք ունիք, բայց այս իրողության մեջ Ժակլին նաև մենք լսեցինք, որ Ռաֆին ահագին բան նշեցիք, շնորհակալ եմ, Ռաֆին նաև զենք սիրած մարդ եղած է, զենք։ Դեռ դեռ չեմ ասել։ Չէ։ Որքանով կարելի է այդ մեկը տեսնել որպես նախանշան հետագա իր քրության, հետագա իր քաղաքապարներուն մասին, որովհետև ենթադրեմ դուք ալ բոլորը գիտեք, կամ վստահ եմ որ բոլորը գիտեք, վերջի Ռաֆիի գործերը ուղղակի կամ անուղղակիորեն կարծեք ծնունդ տվին հայ հեղափոխական շարժումներուն, ազատագրական շարժումներուն, ազատագրական մտածելակերպին։ Ժակլինը սկսենք այդ կետին։ Սկսենք, որովհետև դա անմիջականորեն կապվում է Դավիթ Բեկ պատմավեպի հետ, Ռաֆու ստեղծած հերոսները, արդեն ազգային հերոսներ են, ինքը համարվում է գաղափարապաշտ գրող, մեր գրականության մեջ Ռաֆին գաղափարապաշտ գրողների, այսպես կոչված ռահվիրան է։ 2022-ին լրացավ Դավիթ Բեկի սխրագործության 300 տարին, շատ մեծ շուկով Հայաստանում նշվեց, Երևանի պետական համալսարանում մեծ գրական ասուլիս եղավ, եւ այս 300 տարիների ընթացքում մենք որպես հայ ժողովուրդ, մենք որպես մեր ազգային ծրագրերի իրականացման ճանապարհին պարտական ենք նաեւ Ռաֆուն եւ պարտական ենք Դավիթ Բեկ պատմավեպին։ Այս բարձր գիտակցությունը ժամանակին հենց ոգեշնչեց Ռաֆուն գրելու իր պատմավեպը։ Ընդհանրապես ով է գաղափարապաշտ գրողը։ Գաղափարապաշտ գրողը ազգային վերակայացման գաղափարաբանության նպատակով ստեղծում է սերունդներին գործնական օրինակ տվող կերպարներ, հերոսներ, եւ դա հրաշալի երևում է Ռաֆու բոլոր ստեղծագործությունների մեջ։ Պարուր Հայկազն, Սամվել, Դավիթ Բեկ, Մխիթար Սվարապետ, սրանք բոլորը ժողովրդին օրինակ ցույց տվող կերպարներ են, որի համար պարտական ենք իհարկե իրեն։ Ռաֆու այս գործերից ծնվեցին ոչ միայն ազգային հերոսներ, այլ ինչպես Մանուկը նշեց, ազգային կուսակցություններ եւ ազգային գաղափարախոսություններ, այնպես որ մեր կուսակցական եւ ազգային ազատագրական պայքարի զարթոնքի համար պարտական ենք առաջին հերթին Ռաֆուն։ Դավիթ Բեկի կերպարը մարմնավորելու համար Ռաֆուն պատմական հիմքեր էր պետք։ Ինքը հենց այնպես օդից չի ստեղծել այս կերպարը, դրա համար բավականին մեծ ճամփորդություններ կատարեց Հայաստանով մեկ, Արցախ է գնացել, ես շուտով կխոսեմ դրա մասին, իսկ ամենամեծ հիմքը, որ ուներ ինքը այդ կերպարը ստեղծելու համար Մխիթարյան միաբան Ղուկաս Սեբաստացու Դավիթ Բեկ կամ պատմություն մարտից ղափանցոց աշխատություններ։
Այդ աշխատությունը, ինչպես ինքն է հետագայում գրել, անգիր էր արել, որպեսզի կարողանար իր կերպարին վավերական, պատմականորեն վավերական կերպար ստեղծել։ Վեբին կենթանի շունչ տալու համար Ռաֆին 1881-ին ճամփորդում է մեծ եւ փոքր Սյունիքում, ինչպես գիտեք, փոքր Սյունիքը ինքը հենց Արցախը։ Այդ ընթացքում ոտքի տակ է տալիս ամբողջ Արցախն ու Զանգեզուրը, լինում է Գանձակում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, հավաքում է փաստեր, հիշողություններ եւ ճամփորդական բավականին մեծ տեղեկություններ։ Ռաֆու նպատակը ազգային զարթոնք արթնացնելն էր։ Ըստ Լեոյի Կիլիկիայի անկումից հետո վերահառնումի առաջին կրվանը Սյունիքի ազգային ազատագրական պատերազմն էր, որը ինչպես գիտենք սկսվեց 1722-ին եւ ավարտվեց 1725-ին Դավիթ բեկի իշխանություն գալով։ Իսկ 1727-ին բեկի մահից հետո վերսկսվեց եւ շարունակվեց Մխիթար Սպարապետի կողմից, ավարտվելով 1730-ին արդեն Մխիթար Սպարապետի մահով։ Սեր եւ հայրենիք, սա գաղափարապաշտության հիմնական հանգույցն է։ Երբ քննարկում ենք, կարդում ենք Ռաֆի, զգում ենք, որ իր բոլոր կենտրոնական կերպարները կառուցված են այդ հիմքով։ Նախ հայրենիք, որ նշանակում է անձնազոհություն, իսկ գաղափարապաշտ հերոսի առաջին հատկանիշը նվիրվածությունն է իր հայրենիքին եւ անձնազոհությունը։ Եվ Դավիթ բեկը եւ Սամվելը իրենց անձնական սերը դնում են երկրորդ նժարի վրա, առաջինում պահելով հայրենիքի սերը։ Ռաֆին մեկ անգամ չէ, որ շատ խիստ խոսքեր է ասում թշնամիների ճնշումից, խեղճության եւ ստրկության դատապարտված ազատության մասին չմտածող եւ ազգային ինքնությունը կորցրած իր ժողովրդի մասին։ Սա էլ կա, վստահ եմ Դավիթ բեկը կարդալու ընթացքում Բայանդուր իշխանի բերանով ինքը շատ ծանր խոսքեր է ասում, համեմատելով ժողովրդի այդ ստրկալուց վիճակը անբարոյական կնոջ կերպարի հետ։ Ասում է բավական չէ, որ երկրի ժողովուրդը այդ անբարոյական կնոջ նման սրա եւ նրա հետ քաշ կա եւ համեմատությունները բերում է մոնղոլ թաթարներին, նույնիսկ ասում է անապատներում մնացած մեծացածները փորձում են կենակցել տվյալ կնոջ հետ, բայց գալիս է այն եզրակացությամբ, որ այնուամենայնիվ ասում է ինչքան էլ պատահի, ես սիրում եմ այդ կնոջը, որովհետեւ այդ կինը ի վերջո իմ հայրենիքն է, իմ ժողովուրդն է եւ ուզում է, որ այդ կերպարից, այդ վատ վիճակից դուրս գամ, իսկ դուրս գալու համար ժողովրդին օրինակներ են պետք եւ գալիս է նաեւ այն համոզման, որ անհատները միայն չէ, որ պետք է փրկեն երկիրը, անհատի շուրջը պետք է նաեւ լինեն անհատին հավատացող եւ անձնազոհությամբ եւ հայրենասիրությամբ տոգորված մարդիկ։ Ռաֆին եւ արվեստորեն կերտեց եւ ժողովրդի համար սիրելի դարձրեց Դավիթ բեկի կերպարը։ Սերունդներ են կրթվել այդ վեպով, հերոսներ են ծնվել այդ վեպից։ Շատ վտանգներով լեցուն մեր գոյապայքարի ճանապարհին գրականության սպարապետ Ռաֆու հրամանատարությամբ քաջարի հերոսներով կռվող մի անպարտ զորաբանակ է եղել այս վեպը։ Դավիթ բեկի դասերը կենթանի են նաև այսօր, երբ հայ ժողովուրդը դժվարությամբ կերտում է իր ազատ ու անկախ պետականությունը։ Ժամանակները փոխվել են, բայց անկախ ու ազատ ապրելու խնդիրները մնում են, որոնք թե ներքին են, թե արտաքին։ Դավիթ բեկը մի վեպ է, ինչը պիտի դասագիրք լինի, ըստիս պիտի դասագիրք լինի բոլոր ռազմական ուսումնարաններում։ Այն պետք է կարդալ եւ այն պետք է իմանա հասարակ զինվորից մինչեւ բարձրաստիճան, բարձր պաշտոնյա զորավարները։ Այստեղ ոչ միայն ազգային ոգին է, այլև ռազմական արվեստը, նաեւ երկրագիտությունը, նաեւ տեղագրությունը։ Թումանյանի ասածը նույնն է նաև այսօր, երբ ըստ որի մենք քիչ բարեկամ եւ շատ թշնամի ունեցող ժողովուրդ ենք։ Ուրեմն պատմությունն ու Դավիթ բեկը մեզ սթափության են կոչում։ Ես Չարենց շատ եմ սիրում եւ հետաքրքիր քառատող եմ բերել Չարենցից։ Չարենցը կասեր. հասել ենք մենք այն սահմանին, որից սկսվում է մի նոր ու դժվարին վերելք։ Սին տենչերի փոշին մեր խոհերից քերենք եւ ճանապարհ ընկնենք մեծ ճանապարհ նորից։
18-րդ դարում, 19-րդ դարում Դավիթ Ռաֆին ասել է այն, ինչ որ մենք կարող ենք հիմա կրկնել նույնը եւ մեր նպատակը մեր մեծերի ստեղծագործության այժմեականության հարցն է։ Կապենք այսօրվա մեր խնդիրների հետ, որ ցավոք սրտի մնում է նույնը եւ համախմբվածության ու միայն կազմակերպական ուժով կարելի է քիչ թե շատ ոտքը ոտքի առաջ դնելով շարժվել առաջ։ Առաջին հերթին ինքս ես դժվարավ զսպեցի, որովհետև այդ անփարո բնոջ մասին, որ Ռաֆին խոսած է դուք ներկայացիք, ցավով պիտի ասեմ, դերևս համաձայն չեք ինձի հետ, ազատ իսկացեք խնդրեմ, նույն այդ անփարո գինը այսօր ալ կգործե եւ այդ անփարոության փոխարժեքը մենք բոլորս կվճարենք։ Հիմա այս բոլորին հետո ուզենք կամ չուզենք, կարծեք հոգևոր եւ մտային գապ մը կստեղծվի բոլոր այս ներկայացված իրողություններում, զդիկերության եւ Արցախի հետ նշեցիք, որ արդեն ինքը բազմիցս կացած այցելած է, բայց նաեւ գա իր կորձը, խամսայի մելիքությունները։ Այո։ Հիմա մարգարեությունը թե չէ։ Իհարկե։ Խնդրեմ։ Իհարկե։ Ռաֆին ինքը խամսայի մելիքությունները համարել է իր լավագույն գործը։ Թվում է թե ուսումնասիրություն է միայն, պատմական ուսումնասիրություն է, բայց այդ ուսումնասիրությունները բերում են շատ հետաքրքիր, մանավանդ այսօր բերում են շատ հետաքրքիր համեմատությունների։ Ինքը Ռաֆին իր գործերից լավագույնը համարում է խամսայի մելիքությունները, որը պատմական ուսումնասիրություն է եւ պատմում է Արցախի 5 մելիքությունների մասին։ Ռաֆին գրել է. այս գիրքը իմ աշխատությունների պսակը պետք է համարել։ Ես դրանով ներկայացրեցի մի վաղուց կորած եւ մոռացված պատմություն։ Դրանով ապացուցեցի, որ հայկական իշխանությունը շարունակվում է մինչեւ ներկա դարը։ Դա մեծ բան է։ Ինքը արդեն գնահատում էր այս գործի կարևորությունը։ Արցախի 5 մելիքությունները հետեւյալն են, վստահ եմ գիտեք, Գյուլիստանը կամ Թալիշը, Ջրաբերդը կամ Չարաբերդը, Խաչենը, Վարանդան եւ Տիզախ կամ նաեւ կոչվում է Դուզախ, երկու ձևով էլ գործածվում է։ Ռաֆին հրաշալի պատկերում է մի հզոր ժողովուրդ, որ իր ժայռերի նման ամուր կուրծք ուներ եւ իր ծմակների վագրերի նման աներկուղ սիրտ։ Յուրաքանչյուր մելիք այդ մելիքություններում իր գավառի տերներ, իր առանձին բերդով, իր առանձին ամրություններով, բայց եւ մելիքի մահից հետո մելիք էր դառնում Անդրանիկ Զավակը, իսկ մյուս եթե այլ տղաներ նաեւ կային, նրանք արդեն մելիք կոչվելու իրավունք չունեին, կոչվում էին բեկեր։ Մելիքը դառնում էր միայն առաջին Անդրանիկ Զավակը։ Բայց հետաքրքիրն ինչ է, որ մելիքները թե քաղաքական շահերով, թե խնամիության կապերով միացած էին իրար հետ։ Այսինքն իրենք այնքան էին կապակցված եւ սա միակ Ռաֆու միակ երազանքն է եղել, որ խամսայի մելիքությունների նման մենք գավառներ եւ մելիքություններ ունենանք։ Միմյանց հետ էին կապված եւ այս իմաստով խամսայի բոլոր 5 իշխանությունները կազմում էին մի ամբողջ դաշնակցական միություն։ Պատասպարված իրենց անմատչելի լեռների եւ մթին անտառների մեջ, նրանք ոչ մի մահմեդականի թույլ չէին տալիս, որ իրենց տարածքում բնակություն հաստատեր։ Եվ ամբողջ Արցախի ազգաբնակչությունը բաղկացած էր միայն հայերից։ Շատ ցավալի է, որ հիմա խոսվում է, ժամանակները գիտենք ինչ է կատարվում, բայց եթե 18-րդ դարում Ռաֆին հասկացել է եւ ընդգծել է եւ կարեւորել է այս հանգամանքը, ես զարմանում եմ, թե ինչու մենք պիտի հիմա գտնվենք այս իրավիճակի մեջ։ Բոլորովին չեմ ուզում քաղաքական նյութ տալ երևույթին, քանի որ մեր գործը գրական միավորումն է, բայց համենայն դեպս մանավանդ այսօր շատ այժմեական է Ռաֆու խամսայի մելիքությունները, պատմական ուսումնասիրություն, որը ժխտում է այն թյուր կարծիքը, որ շատ է տարածված այդ կարծիքը, թե Հայաստանը պետություն չի ունեցել 700-ից 800 տարի։ Խնդրեմ, սրանից լավ պետություն
իր ամբողջ կառույցով եւ իր իր միասնությամբ։ Խամսայի մելիքությունները վառ օրինակ են, թե ինչպես կարելի է միասնականության, ճկունության եւ ճիշտ դիվանագիտության շնորհիվ ունենալ երկիր, զարգացնել եւ հզորացնել այն, եւ թե ինչպես միասնականության բացակայության եւ պառակտվածության պատճառով կարելի է կորցնել ամեն ինչ։ Ցանկությունս է, որ մենք պատմությունից դասեր քաղենք, հարց է քաղում ենք թե ոչ, Խամսայի մելիքությունների պատմությունը այդպիսին կարող է դառնալ Արցախի պահպանման համար, գոնե նրա ինչը որ մնացել է Արցախից։ Սա կուզեի նշել։ Գահարքեմ։ Ներողություն, ես մի բան կարող եմ ասել։ Խնդրեմ։ Դու Փանախանի մասին չխոսեցիք։ Փանախանը Խամսայի մելիքությունները դժբախտությունը, այսինքն Խամսայի մելիքությունը անմիաբանությունը ստեղծվեց իրենց միջև։ Մելիք Շահնազարը Փանախանի հետ մտերիմ բարեկամներ էին։ Բարեկամություն էր ստեղծել, որպեսզի ինքը իր գոյությունը շարունակեր։ Այս Փանախան եկավ Շուշիում բնակություն հաստատեց եւ Խամսայի մելիքների միջև անմիաբանություն սերմանեց։ Եվ դա դժբախտություն եղավ։ Շատ ճիշտ եք, իմ նպատակը ուղղակի նախնական Խամսայի մելիքությունների եւ Ռաֆու երազանքների երևի, որ ինչպիսին պիտի լիներ երկիրը, բայց իհարկե դավաճանության պատճառով եղավ այդ մասնատումը, մելիքություններն էլ չմնացին, չէ՞, բայց Ճիշտ այս մասին է, որ գարնագեի ձեռնարկի սկիզբին, որ բոլորս մասնակցին, ոչ թե միան լսենք, ոչ թե միան ահավասիկ ինչ-որ ոմանց համար կոնեն նորություն, կամ ինչ-որ հիշեցում, և այսօր կանի հատ խանապան գա, մեր հայկական աշխարհի մեջ, երբ որ գսեմ հայկական աշխարհի իհարկե նկատի ունեմ ամբողջ աշխարհը, որտեղ մենք ամեն տեղ գանք, եւ ահավասիկ օրինակ, ահավասիկ մելիքներ, որոնք պահպանած են գոնել որոշ ժամանակ ամեն ինչ, հետո այս կամ այս ձևով դեպի դրված է այդ թավալություններն եւ այդ թավալությունները մեզ ցածուցած են անգամ միևս ուրիշ տեսակ ստորության։ Իսկ Ժակլինին որ գսեի հարկանքս գարձիկին, բայց ուզե թե չուզե, ոչ թե մենք ուզենք թե չուզենք, քրագանությունը եթե ուզե կամ չուզե, անպայմանորեն կապված է քաղաքականության։ Որքան որ դուք փորձեք հեռու մնալ քաղաքականությունից, ուզե թե չուզե, կամ ուզենք թե չուզենք, քրագանությունը չի գնար, թեկուզ եթե օրինակ եմա ռոմանտիկ բանաստեղծություն է, չի գնար հեռու մնալ քաղաքականությունից եւ քրագանության մեջ, մտավորականության մեջ ահագին բան կա, որ անզգալաբար եւ բնականաբար գմտնի քաղաքականության մեջ եւ այդ քաղաքականությունը եթե կամ այդ քաղաքարը եւ այդ քաղաքականությունը ճիշտ ընթացքով պահպանվին, գտանի մեզի թեպի բայցար կամ ընդհանրապես մարդոց գտանի թեպի բայցար ավար եւ կամ ճիշտ հագարակը խավար գերեզման։ Մենք դժբախտաբար ցավոք լալակին այսօր գաբրինք մենք երկրորդ դարերության մեջ եւ այդ անփարոգինը որում մասին ագնարկած է Ռաֆին այսօր անփարոյությունը շարունակել։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք։ Վերադառնանք եւ գիտեք երկու ընթացները միաժամանակ առաջ տանելու համար ես Ռաֆի բան ունեմ ասելու, նախքան այդ Իսրայել օրի ժամանակ այնտեղ ասում ա որ այդ մելիքների մեջ երկու մելիք կային, որ իրար շատ հակառակ էին եւ իրար ինչեւ անգամ հայհոյել եւ այլն անուն չէին կարող տալ։ Եվ Իսրայելորին եկավ տրանս մեջ ուզեց, որ այդ բարիշացնի իրար հետ եւ կարողանան հաշտացնի եւ բան։ Այսինքն այդ խնդիրները միշտ էլ եղավ։ Միշտ էլ եղած են սանական է մարդկային կյանքի մեջ, բայց երբ որ հարցը կվերապերի ազգային մագարտակի այնտեղ իջարաճ կսվեր։ Դուք Իսրայելորին էդիկը ներկայացրա, որ ազգի համար պետք է ճիշտ է երկուքը դա այդ եթե նշեցի։ Ես կրնալա որ որոշ դպավորություն կամ որոշ ընթացք ունենամ, բայց դա առաջնահերթությունը պիտի երթա հայրենիքին, պիտի երթա ազգին։ Եվ հոն է որ ազգերը, ժողովուրդները, պետությունները կսկսին կոյադևել, կսկսին զորանալ, իհարկե ամբողջ պատմության ընթացքին միշտ եղած են գայսրություններ, միշտ եղած են պետություններ կամ պետականություններ, որոնք եղած են ուղղակի հզոր, բայց հետո ինչ որ ժամանակ, այդ մեկը պատմության ընթացքն է, բայց մեր բարակային, գարձես երբեմն մենք մեր ցերկովն է որ մեր
մեր այդ դխուր, այդ մելամաղձոր, այդ քիշերային վախնալի դրամատուրգիա կստեղծենք եւ գործընծնենք մեր սեփական հայրենիքը կամ պետությունը կամ պետականությունը։ Երկու կտալ նշեցիք այդ մասին։